Բարի եկացեք սիրելիներ, բարի եկացեք ավելիին այս քեղեցիկ մայիսյան օրվա մեջ, ուրեմն մեր զրույցը առաջացված պիտի հատկացնենք ընտանեկան դաստիարակության եւ ընկերային ցանցերու անապահովության մասին։ Ուրեմն սիրելիներ, այս նյութին ներշնչումը ունեցանք, քանի որ մայիս ամսվա մեջ, ինչպես գիտենք, կդոնենք մեր մայրերու դոնը։ Այսօր ավելի են կշնորհավորենք բոլոր մայրերը եւ երբ ասեմ բոլոր մայրերը, ոչ միայն մեր գենսապանական biological մայրերը, այլ նաեւ բոլոր անոնք, որ մայրական թեր ունեցած են իրենց կյանքերում մեջ։ Լան այն մայրերը, որոնք դերևս վատառողջ կամ ամուսնալուծված վիճակի մեջ են, կամ անոնք, որոնք որ միայնակ են, կամ հայրեր, որ իրենք մայրական թերեր կկատարեն, կամ ընտանիքի անդամներ, մեծ մայրեր, մեծ հայրեր, մորեղբայրեր, եւ այլն, որ իրենք մայրական թերեր կկատարեն։ Դպրոցներու մեջ մայրական ոգիով ծառայող ուսուցիչ-ուսուցչուհիներ եւ նաեւ թերևս որբանոցներու մեջ կամ այլ ծառայություններու մեջ մանուկ չունեցող, բայց նորեն մայրական ոգիով ծառայող անդամներուն, ծեր բոլորին հատկապես իմ մորս վարձ կկատար դերը օրհնե եւ զորացնեցես։ Սիրելի ագենտիրներ, ինչպես գիտեք, 21-րդ դարուն մանուկներու դաստիարակությունը եղած է բավական դժվար։ Մի քանի զրույցներ առաջ, երբ խոսեցանք երախտագիտության մասին, տեսանք, թե վարժարաններ ավելիով կգրեն դաստիարակության ծանրբերը փախտատմամբ նախկին տարիներուն։ Այս դժվարություններուն մասին խոսելու համար մեր հետ ունենք երկու մասնակիցներ, դոկտոր Շաղիկ Խուդավերդյան, բարի եկացեք, մանկավարժական հոգեբանական դաշտերներս եւ Dr. Talin Մսրելյան դաստիարակության մարզին ներս աշխատող, բարի եկացեք Dr. Talin եւ Dr. Շարիկ։ Բարի տեսանք։ Անցնենք հարցումներուն։ Որպես մանկավարժական հոգեբան եւ նաեւ որպես մանկավարժ եւ անցմը որ գլսե եւ գտեսնե վարժարաններում մեջի եղած դժվարությունները դաստիարակության մեջ։ Ինչպիսի դժվարություններ գլսեք եւ ինչ են այս դժվարություններուն հիմնական կամ երկրորդական պատճառները։ Ուրեմն, երբ կխոսենք դարբեր տեսակի դժվարություններու մասին, որոնց ագանադես կլանք դպրոցական կյանքերներս, գրնալալ որ առաջին մեր հայացքը գուղվի տեպի ուսումնական արդյունքներ, որովհետև դպրոցը ամեն բան առաջ գիտելիք անբարելու դեղ է, ըստ մարդոց նաև հայեցողության եւ ադիգա ամենամեծ հարցերեն մեկն է ուր ուսումնական վատ արդյունքները չեն բավարարել ոչ ուսուցիչը, ոչ դնորենը, ոչ ծնողները, ոչ այլ երբեմն աշակերտը նաև ինք։ Ուրեմն հոս գրնալալ որ պետք է խոսենք նանեգան դաստիարակության եւ վերահսկողության մասին, որտեղ ասկե մեկնած մեր դիմաց պիտի բարձվին այլ մարզեր, որոնց մեջ նաև դժվարություններ կամ դարբեր տեսակի մարտահրավերներու թեմ հանդիման գուկանք։ Այսօր հետ ուղղակիորեն գարնչվի աշակերտներու մոտ վարվելագերբային հարցերը եւ նաև իրենց մոտ սկացական գազմավորումի առողջ ընթացքի խանգարումը երբեմն կամ սկացական ասենք գարկավորումը։ Ուրեմն ասիգա նաև ուղղակիորեն գարանչվի որոշ չափով ընտանեկան դաստիարակության, որոշ չափով միջավայրային ասացություններով եւ անշուշտ նաև դպրոցի դաստիարակության թերին։ Այլ կարևոր հարցը, որուն թեմ հանդիման գուկանք վերջերս շատ հաջող եւ որուն մասին կանկատ կներկայացնեն թե ուսուցիչները, թե ծնողները, անդարբերության հարցն է, ցկդումի բագասի հարցն է, տասարանեն ներս բավարար չափով ներգրավված լալու եւ կորձուն մասնակցություն ունենալու աշակերտին գողմե այսպես չգամությունն է, ճուզել սորվիլն է, ճուզել մասնակցիլն է, ավելի գրավորական թիրքի մեջ մնալն է։ Այլ կարևոր հարցը ընկերային հմտություններու երբեմն թերի գազմավորումն է։ Հակառականոր որ մարդիկ կգարձեն թե այսօրվան աշխարհը շատ ավելի ընկերային հմտություններու գազմավորման չադակով է եւ գկաչալեր է, բայց դարբեր աստեցություններով, որում մեջ նաեւ արհեստագիտության եւ ընկերային ցանցերու ժխտական աստեցությունները կան, որոնց կարելի է անդրադառնալ քիչ յետք, երբեմն չեն օգներ մանուկին նաեւ բադանին, որ ճիշտ ձևով իր
ընկերային հմտությունները գարենագազմավորել, ուրիշին հետ լավ ցևով խոսիլ, հանդուրժող վերապերում ունենալ, համբերադար լալ, հարկալիր լալ։ Հետևաբար նաև այս հարցը նաև գտեսնենք։ Այլ կարևոր հարցը քիչ առաջ կսեի անդարբերութենեն մեկնող իրենց ուշադրության գետրոնացումի բագասն է, որուն նաև գանտրատարնան շատ մծնողներ եւ ուսուցիչներ եւ քիչ մծանրապերնված լալու թեմ հանդիման եւ որգուկան հուսահադիլ եւ ճուզել ընելն է։ Ուրեմն ասոնք վերիվարո այն կարևոր ասենք երևույթներն են, որոնք մեր արչեւ գբարձվին եւ ասոնց մե իբրև ասենք ասոնց մե մեկնելով հոսկուկանք եւ գխոսինք մենք հոգեյնական եւ մտային առողջության մասին նաեւ որովհետեւ այս բոլորի եթե ճիշտ ծևով ընթանան բնականաբար աշակերտը գրնա կողունա գլալ իր մոտ ինքնահամարումի սկացումը բարձր գրնա լալ կող գլա իր աշխատանքեն շրջաբադզին կկաչալերը եւ ինք այսպես կողունակ վիճակի մեջ կլա բայց երբ որ այս բոլորը ճիշտ ծևով չեն ընթանար իր արդյունքները ուսումնական ագաթեմական վատ գլան սկացումներու արդահայտության մեջ ինքը գսկավոր հարմար կամ բաչաճ վարվելագերբ չունի ընկերներուն կողմեն գրնա սիրվիլ կամ չսիրվիլ մերժվիլ այս բոլորին մեջ գրնա մեր աշակերտը հոգեգան կամ մտային առողջության նաև հարցեր ունենալ եւ այդ մեկը գտարնա եւ իր հետևանքները կունենա քիչ առաջ նշած բոլոր գործոններուս վրա այսպես կդառնանք եւ ժխտական ոլորտի մեջ գործենք լուծումներ գտնել բայց ինչպես որ գսեիր ասոնց բաժարները գտնելը ախտաջանաչում գդարելը ամենեն կարևոր բանն է որովհետեւ գարենանք ստայնամ ճիշտ միջոցներու թիմել որովհետեւ այս հարցերուն բարվոք լուծումը դանք Եթե հարցնեմ ցեզի ինչ է ախտաջանաչումը, արդյոք ունիք մի քանի բաժարներ ցերքի մեջ։ Ես գնամ ուսումնասիրությունները մեկնած գարկմը բաժարներու մասին խոսիլ եւ քանի որ մեր այսօրվա նյութը առավելապար գվերապերի ընդանեկան դաստիարակության դերևս պիտի զանց առնեմ դբրոցեն ներս անպայման լալիք բաները եւ խոսիմ ընդանեկին մասին, որտեւ մեր նյութը այսօր ադիգա է։ Հիմա գիտեք, սկսելու համար որբեսի երբեք սխալ չհասկացվինք, ծնողները երբեք թիդումնավոր ցևով չէ որ ժխտական աստեցություն ունենան իրենց զավակներուն վրա ընտագարական միդումը միշտ թրագան է ցկտումը միշտ լավն է բայց երբեմն գրնալալ իրենց մոտ քիդելիքի բագաս գրնալալ պետք եղած նեցուկները չունենալու բագաս աղբյուրները չունենալու բագաս արհեստագիտության վերաբերյալ արհեստագիտական ջանաչողության բարձր մագարտակի հասած չլալու իբրև արդյունք գրնալալ իբրև հետևանք գրնալալ որ իրենք չգիտնան թե ինչպես պիտի վարվին իրենց զավակներուն հետ հիմա այլ կարևոր բան մգա որ երբեմն դնային աշխատանքին մեջ ընթերցանության հանդեպ սեր գազմավորելու մեջ երբեմն ծնողները գտերանան գտնալալ որ իրենց մոդեցումը երբեմն այսպես հետևողական չլար եւ աշակերտներում մոտ նաեւ տալինալ իբրև թե ծնող թե դաստիարակ գրնա վգայել հետևողականություն ամենեն կարևոր հմտություններն մեկն է եւ որ ծնողքը ցույց կտա թե ինքը հետևողականորեն նույն առաջնահերթություններուն կարևորություն կտա հետևողականորեն նույն տեսակի Փարոյական արժեքներու վրա գհիմնավորե ընդանեկան մտնոլորտը իր վարվելագերբը եւ որ ծնողքը ցույց կտա որ հետևողականորեն գուզե որ իր զավակը զարգացումի եւ հարաճտիմության ընթացքի մեջ լա բնականաբար մանուկը գամբադանին թիդելով իր ծնողքը եւ անոր վարվելագերբը հոն ինքը եւս գսկսի թրագանորեն գոմնորոշվիլ հետևաբար գրնա լալ որ երբեմն հետևողականության բագասը երբեմն սենք սահմանապակ գիտելիքը երբեմն դաստիարակության անարդյունավետ ոճը որտեղած գլա ծնողքը եւ գրնա լալ որ
այդ ոճը շարունակապար գործածե բադիժի հասկացողությունը գրնալալ սխալ գիրարգե գամ շատ գանդեսե գամ շատ գբաշտմանե գամ շատ գբաջե գամ ուղագի շատ թույլատու գլա հետևաբար այս բոլորը իրենց տերը ունենան ես անշուշտ ընդհանուր գիծերու մեջ կներկայացնեմ այս բոլորը որովհետև ուսումնասիրություններն մեկնած եւ առավել փորձառությամբ մեր դեսած սենք երևույթներուն մասին է որ խոսինք ուրիշ կարևոր երևույթ ման է որ աշակերտը պետք է տեսնե որ իր մայրը եւ հայրը իր ուսման եւ զարգացման ընթացքին մեջ ներգրավված են այսինքն իրենց համար առաջնահերթություն է այդ մեկը գրթությունը եւ դաստիարակությունը եւ այս բարակային չեմ խոսիր միան նիշի եւ ագատեմական արդյունքներու մասին խոսիմ ամբողջ դաստիարակության եւ գրթության որովհետեւ գարենա աշակերտն նույն վերապերումով ներշնչվել դեսնե որ այդ մեկը առաջնահերթություն է իր ծնողքին համար եւ ադիգա անշուշտ գիտակցական պատասխանատու ցևով ոչ թե միան խիստ հսկողությամբ որ պետք է տասերը ամբողջացնես ամենայն լավ ցևով ոչ բացադրելով հասկացնելով թե այդ մեկը ինչու համար իբրև մարդ իր գազմավորվելուն մեջ կարևոր թեր ունի հետեւաբար ինչպես որ գսեի գրնա լալ որ ծնողները անկիդակ ծապար այս բոլորին բաժար գտարնան բայց ադիգա հոն է եւ չեն կրնար ժխտել անորամարալ պետք է որ ծնողներուն հետ միշտ բաց հաղորդակցության ճամփաներ ունենանք մասնակիտական ոլորտներս գրթական ոլորտներս որովհետեւ գարենանք դեղեկացնել իրենց թե որ ինչն է հիմա կարևորը ինչն է կարևորակույն մեթոդը որովհետև երբեմն ինչպես որսի անկիդակ ցապար իրենքալ եւ որ օրինակի համար իրենքալ բաստարին արչեv բաստարին քերին գտարնան նույնատ վարվելագերբը աշակերտը գնտորինակ է հետեւաբար ըսի դիդումնավոր չէ բայց պետք է ավելի գարկավորված ձևով դեղի ունենան այս բոլորը շատ թրագան գեցված մոնիշա եւ շատ թրագան ձևով կբացատրես ես որպես դաստիարակողի քիչ մը գարձեմ ավելի գոմնակցություն ունիմ եւ քիչ մը ավելի թերևս մեղաթրանք ունիմ ընտանիքներուն հանդեպ բայց շնորհակալ եմ որ այս թրագան ոճով կմոտենաս ասնույթին որովհետև արդեն ծնողներու մասին խոսեցանք Թալին հաջորդ հարցումս քեզի բիդելա իբր ծնող ոչ որպես մասնակետ բիդի հարցնեմ որպես ծնող քու ծեր դժվարությունները ինչ են որովհետև հոս շաղիկը արդեն բավական բաներ բացադրեց որ ինչ կան բագաս որ գլան օրինակի համար հետևողականության բագասը գա ես շատ անգամ կտեսնեմ որ նաև որովհետև ընտանիքներ թեմայր թե հայր աշխատին եւ այլ ընտանիքներ առաջ իրենց մեծ մայր մեծ հայրերուն հետ կմնային զավակներ անալ չի գա այլևս հետևողականություն ժամանակներ կտեսնեմ որ բացարձակապես չի գա արդար չէ ես հոս գենամ թերևս մեղադրեմ ծնողքին հիմա գարձեմ արիդ կուզեմ դալ ցեզի որպես ծնող ծեր գոմեն բավական են դժվարությունները ադին առաջին դժվարությունը որ հիմա միտքս կուկա կյանքի ցևը բավական դարբեր է հիմա օրինակ ծնողներ աշխատին եւ երբեմն երկար ժամերու համար աշխատին եւ իրենց բացակայությունը դունեն ներսկստիբե որ երեխան միշտ ծնողքին աչքերուն արչև չլա հաբա ասենք մեծ հորը մեծ մորը աչքերուն արչև լա երկրորդ հոն դաստիարակությունը գրնա դարբերիլ որովհետև մորեն տեվի մեծ մոր գրնա դաստիարակությունը դարբերիլ երկրորդ դժվարությունը իրենք ծնած են թարումը մեջ որ իրենց ցերքին մեջն է համացանցը իրենց աշխարհն է համացանցը եւ հոս չենք կրնար իբր ծնող ամբողջովին արկիլել որովհետեւ շատ բաներ համացանցեն գախյալ են օրինակ եթե զավակս թասերը պիտի ստուկե համացանցի պետք ունի եթե գարկմը բարդականություններ պիտի բադրաստե համացանցի պետք ունի ընկերներուն հետ պիտի խոսի պիտի խաղա համացանցի պետք ունի ուրեմն իրենց առօրյային մեկ բաժինն է չեմ գրնար արկիլել, բայց անշուշտ գրնամ սահման տնել, ժամ որոշել, որ հոն անցնե իր ժամանակը։ Ուրիշ դժվարությունը, որ իբր ծնող գմեկուսացնե իրենց, գարնե կորձիկը, որ մեջ համացանց կա, գմեկուսանա եւ իր բոլոր ժամանակը գրնա հոն անցնել եւ եթե ծնող կբացակայ է, ավելիով կդժվարացնե այդ մեկը։ Ֆիզիկաբես կրնան երեխաները վնասվիլ, որովհետև գիտենք, որ աս կորձիկները համացանցը իրենց աչկերուն, իրենց կեցվածքին, նստած ցևին եւ այլն բավական վնաս կհասցնե։ Վերջին գեդը, որ գուզեմ նշել,
համացանցի եւ ասկորձիկներուն պատճառով իրենց համբերությունը կնվազի համացանցը իրենց կներկայացնե ամեն ինչ արագորեն արադորեն եւ ուրեմն երեխային համար դժվար գլա համբերել նստիլ սպասել եւ աս համբերության բագասը դեռ իրենց չղայնության գրնա առաջնորդել Ցալին որպես դբրոցի մեջ կորձ ունի անց, ես ալ որպես դբրոցի մեջ կորձ ունի անց։ Շատ ժամանակ մենք կսենք, որ գիտենք, որ հարցերը բջիջային հերացայիններն են, սա հերացայինները վերցուցեք աշակերտներուն ցերքեն, որտեղ դժվարությունները քեզ մի ալսեցի, որքան անդրամապանական է աս խնդրվածը, որ բջիջային հերացայինները վերցնենք ալբստիկներուն ցերքեն։ Ամբողջովին արկիլելը հանկիստ խղճով գրնամսել, որ անդրամապանական է։ Չեն կրնար արկիլել, չեն կրնար իրենց ցերքեն ամբողջովին կրավել, բայց հոս խոսիլը երեխային հետ կգարձեմ կարևոր դեր կկրավե։ Բացադրելը երեխային, որ եթե գուզեմ ժամանակ ճշտել, ժամանակ սահմանել, ասենք 1 ժամ իրավունք ունիս այսօրվա ընթացքին հերացայինին վրա անցնելու։ Ինչու 1 ժամ գուզեմ ասել։ Ինչ կրնան ըլլալ անոր վտանգները, ինչ բաներ ես կտեսնեմ եւ առաջ կգուզեմ առնել եւ չեմ ուզեր որ իմ զավակս անոր վնասները գրե, բացադրելը դեր կկրավե։ Դերմը նույնիսկ եթե շատ հրաբուրված է, որ են հրաբուրված են այդ խաղերով, այդ նկարներով, որ իրենց թիմած կելեն, քույներով, բայց դերմը խոսիլս գոքնե իր սրդին մեջը ասանք ցայն մը գտնե, որ ճիշտը գա եւ սխալը գա։ Ցալինթուն մասնակետ ես մանկավարժական կամ դասերակցական փիլիսոփայության մեջ, քեզի մի գարտամ համարմը Աստվածաշունչեն passage-ը pen օրինաց 6-րդ գլխեն 6-րդ գլուխը հետևյալը գսե Քուդեր Աստվածդ բոլոր սրդովդ, բոլոր հոգիովդ ու բոլոր զորությունովդ սիրե Եվ այս խոսքերը, որոնք ես այսօր քեզի պատվիրեցի, քու սրդիդ մեջ թողելան Ուզանոնք քու որդիներուդ գրկին անգամ սորվեցուր թե դանդ մեջ նստած ադենդ թե ջամփա քալած ադենդ եւ թե բարգելու ու ելնելու ադենդ անոնց վրա խոսիր Զանոնք նշանի համար ցերքիդ վրա գաբե ու ջակդանոցի համար աչքերուդ մեջ տեղը թողելան Զանոնք քու դանդ թրանտիկներուն վրա եւ ցերներուդ վրա քրե Որպես մասնակետ ինչպես կարժևորեք այս հատվածը եւ ինչ ունեք ասելիք այս հատվածին մասին Աստուծո խոսքը խումբը արժեքներ կներկայացնե, հետաքրքրական արժեքներ։ Եթե տաստիարակչական աչքերով նայենք եւ փորձենք ներկա տաստիարակչական ցևերը, մեթոդները փախտadel Աստուծո խոսքին աստրամատրած խումբը արժեքներուն հետ, 3 կարևոր բաներով անմիջապես կրնամ անդրադառնալ։ Առաջինը այն համարի մեջն է, որ գսե Քուդեր Աստվածդ բոլոր սրդովդ, բոլոր հոգվովդ ու բոլոր զորությունովդ սիրե։ Հոս Աստծո խոսքը անցին Մարտին գնայի որպես ամբողջական անց, ոչ միայն միտք, ոչ միայն սիրտ, հապա հոգի, կարողություն, ուժ։ Ուրեմն տաստիարակության մեջ ասկե դարիներ առաջ ուսուցիչիմը նպատակը առաքելությունը դբրոցեն ներս գիտելիքներ փոխանցել էր ներգայիս ուսուցիչներ չանք կտապեն որ իրենց դրամատրելի գիտություններուն գողքին նաև սորվեցնեն արժեքը գիտության եւ արժեքներ որոնք երեխան պիտի գարենա իր առօրյային մեջ իդ կկործածել ուրեմն երբ կսորվեցնենք որևէ արժեք չենք սորվեցներ միայն ինչպես որ է արժեքը գիտության իմաստով հաբա նաև կսորվեցնենք որ սրդանց զգա կարևորությունը այս արժեքին ապա գիտնա իր կարողությունները հմտությունները ինչպես պիտի կործածե որ այս արժեքը իր առօրյային մեջը կործի տնե Երկրորդ կարևոր գեդը որուն կանտրատարնանք համարին շարունակության մեջ կսե ուզանոնք քու որդիներուդ գրգին անգամ սորվեցուր գրկնության կարևորության կանտրատարնաղոս Աստծո խոսքը որ մենք իբր ծնող իբր տասիարակ գիտենք որ
մեկ անգամ եթե արժեքի մասին խոսենք երեխային հետ չենք ակնկալեր որ հասկացավ Ուրեմն գրկնության պետք ունի եւ երբեմն դարբեր ծևերով պետք է գրկնենք, դարբեր բարականերու մեջ պետք է գրկնենք, որովհետեւ ամբողջովին սորվի այդ արժեքը։ Ուրեմն գրկնության խաղապարը նաեւ հիշված է Աստծո խոսքին մեջ։ Շարունակության մեջ կսե թե դանդ մեջ նստած ադեն, թե ջամփան քալած ադեն Եվ հոս գշեշտե կարևորությունը, որ արժեքը սորվելու է ոչ թե միայն հոս դունին մեջ, հաբա իր դարբեր կորձունեություններում մեջ ինչպես գիրարգելու է, կորձի տնելու է ասիր սորված արժեքները։ Այո, որ ես համալսարան գուսանեի մաստերս կնեի քրիստոնեական դասարակության ուսուցչուհիս կամ պրոֆեսորս միշտ կսեր որ եթե Բիդի փամը սորվեցնեք բզդիկներուն միշտ ծնողքին հետ ալ բիդի կորզակցիկ, որովհետև մեկ ցերկը առանցին չի զապեր, թե դբրոցի մեջ եւ թե ալ դան մեջ։ So as ցերկի կորզակցիլը որքան կարեւոր է։ Եվ շատ գեղեցիկ է գրնաս ասել որ աս հատվածը այսօր 21-րդ դարում մեջ գործադրվի եւ շատ լավ փիլիսոփայություն մնե։ Գճանանք կորզադրել։ Այո։ Եվ այսպեսով գտեսնենք դարձյալ որ Աստվածաշունչը իրական կենցանի է եւ ամեն տարերու քիրքն է եւ պարկը լաստուծո Դառնալով քեզ շահագետը ասեմ այսօր որ ներգայի սերունդը ընտանեկան արժեքներով չի դաստիարակվիր, հաբա համացանցի արժեքներով Այս արտահայտությունը որքանով շիդակ է եւ որքանով սխալ է Այս հաստատումը մտահոգություն է, բայց ոչ բացարձակ ճշմարտություն, որովհետև ըստ դեղի, ըստ դարբեր ընտանեկան միջավայրի, ըստ անհատներու, անհատականության, դասերագության ծևերու դեղեր գա որ կարելի է ասել, որ ընտանեկան արժեքները շատ ավելի կգշրեն, քան թե համացանցային, ասենք, արժեքներու հոսքը ուրիշ տեղեր, այո, սածը ճիշտ է, ուր քերագշրողը ընդհանրապես ընկերային հարթակներու, ընկերային ցանցերու վրա այսպես դարածվող, ասենք, դարբեր տեսակի համոզումներ կամ մտածողությունն է։ Հետևաբար պետք է այսօր մասին մտածել իբրև մտահոգություն, բայց ոչ իբրև բացարձակորեն ճշմարտություն, բացարձակ ճշմարտություն կամ հաստատում այս իմաստով։ Նայեցեք, արհեստագիտությունը երկսայրի սուր է գրնաս եթե ճիշտ ձևով օգտագործել եւ լավ ճանաչողություն ցուցաբերել անոր հանդեպ, անոր կորձածության եւ անոր հսկողության հետ առնչվող անիկա գտարնա օրտնություն եւ իրապես կյանքը թյուրացնող, կյանքը զարգացնող, հարստացնող միջոց բայց եթե ճիշտ ձևով չգիտնանք զայն օգտագործել կամ չգիտնանք ինչպես պիտի դաստիարակենք նոր սերունդը, բադանիները, մանուկները անոր կորձածության մեջ, ադիգա գտնադառնալ մինչև իսկ անեցք, որովհետև անոր վտանգներն ալ իր բարեմասնություններուն չափ մեծատիվ են։ Հետևաբար երկուքն ալ գա եւ պետք է ընդունել, որ արհեստագիտության մարզը շատ հաջող, ինչպես որ Թալինը քիչ առաջ կնշեր, ուսումնական գիտելիքներու, նյութերու ամրապնդում գգադարե, այսինքն հենասա դիգա օգտագործել իբրև միջոց որ գիտելիքը գամրաբնտե, գահարստացնե, գզարկացնե, դարբեր ծևերով կներկայացնե։ Նաև ծնողներու մոտ անիգա, երբ որ անոնք ունին հիմնական ճանաչողություն անոր, գնան օգնել իրենց զավակներուն դարբեր միջոցներով նորեն անոնց ուսումնական զարգացումին համար։ Ինչու՞ չէ նաև դարբեր բարոյական արժեքներ հոն Մաներ գարտալով, մաներ թիդելով, եթե անշուշտ այս բոլորը վերահսկողությամբ գրնալալ։ Արհեստագիտությունը եւ դբրոց ընտանիք կապը գրնա զորացնել, որովհետեւ դարբեր հարթակներ, ֆորումներ, ինչու՞ չէ նաեւ ծնողներուն ուղված սենք դասյարակչական նյութերու փոխանցում, հավաքներ ժողովներ, հանդիպումներ, այս բոլորը իբրև հաղորդակցության թերական կորձի կրնա այդ հարթակները վերածել լավ միջավայրի բայց եթե գա վերահսկողության եւ մանավանդ արհեստագիտական ճանաչողության երբեմն նույնիսկ կգործածենք արհեստագիտական քրակիդություն բարը լիտրեսի չէ բարը ճանաչողությունը եթե ճիշտ ձևով չէ վտանգները մեծ են այս մեկը դերի գունենա երբ ընտանեկան գրթությունը եւ ուղագի միջամտությունը բացակայ է այսինքն երբ որ աշակերտը մանուկը կամ բադանին ունի անգաշկանտ բաստարին դիմաց գտնվելու ժամանակ իր ուզածին պես դարբեր սարքեր
անշուշտ պիտի ունենա, բայց այդ բոլորը ծրագրավորված եւ հսկողության տակ պետք է ելան։ Ծնողական վերահսկողության բացակայությունը շատ մը վտանգներու թուր կփանա եւ այս բարակային մեր աշակերտները գրնան ժամեր անցնել հոն եւ մենք չենք գիտեր թե ճիշտ ինչ կբադահի այդ ժամերուն ընթացքին։ Նայեցեք մանկավարժական հոգեբանության մեջ դարբեր դեսություններ կան, որոնց մեկ հատը հիշեմ հիմա Bronfenbrenner ecological theory, որ բոլորին գրնածանոթ լալ, այսինքն հարազանոթ բան է, որ խոսի այն դարբեր թրվածքներուն եւ թրույթներուն մասին, որոնք կաստեն դվյալ մանուկին կամ բադանիին գազմավորումին վրա։ Անոնց մեջ են ընտանիքը կպատկանի մայքրոսիստեմին, իսկ median technology-ն արհեստագիտությունը դարբեր տեսակի բանավոր քրավոր կամ ընկերային ցանցերու մամուլը գվերապերի exosystem-ին։ Հիմա այս երկուքին համադեղ եւ թրագան կորձակցությամբ ընթացքը գոքն է, որ օգտվենք այս երկու միջավայրերեն, որովհետեւ ըստ այս դեսության մենք դարբեր թրվածքներու, դարբեր սիստեմներու, թրույթներու ենթակա ենք։ Անոնք հոնեն, պիտի մնան։ Արհեստագիտությունը պիտի ճանհեդանա, ընդհանրական արակընթաց ծևով գսուրա իր զարգացումներու մեջ։ Ուրեմն թիմացը միայն եւ միայն գիտելիքով, գիտակցությամբ, բադասխանադու վերապերումով միայն կարելի է զինվել։ Այսինքն, ասոնք խոսեն պիտի մնան, պիտի սկուշ ըլլանք, որ մեր մանուկներուն եւ բադանիներուն հետ մեր առօրյա շփումը չնվազի, անոր բաժարով պիտի սկուշ ըլլանք, որ մենք լավ դիբարները լանք անոր կորզածության մեջ, պիտի սկուշ ըլլանք, որ վտանգներեն դեղիակ բահենք զիրենք։ Անպայման պետք է մանգութենեն խոսվի վտանգներուն մասին եւ խոսիլը չի նշանակեր միան լոզունկապանությամբ այսպես խոսքեր ստելով այսիգա վնաս է քեզ եւ այլն ոչ միշտ պետք է մտածել դալ այդ բոլորի մասին վարժողական ծրագիրներով եւ ասիկա պետք է ագատեմական գրթական համագարկերում մեկ բաժինը ըլլա անպայման պետք է ինչպես որ մենք տվապանություն կտասավանդենք պետք է մենք արհեստագիտության հետ վերապերելու հմդություններու դասընթաց ունենանք ոչ թե արհեստագիտական սարքերեն ինչպես կրնանք օգտվել ինչպես կփանանք ինչպես կկոծենք ինչպես դաունլոդ գնենք ինչպես կփոխենք ադոր մասին չէ ասածս հմդությունը որպես գիտնալու ճիշտը սխալեն զանազանելու այսինքն հոս ծևովը արհեստագիտության օգտագործումի փարոյական հիմունքները փարոյական սկզբունքները ուղղակի պետք է հետևողական տասանյութի վերածվին որոնց մեջ պետք է ներառնվին նաև ծնողները ինչ որ աշակերտին կբացատրենք նույնը եւ ավելին ծնողքին պետք է բացատրենք որովհետեւ գիտեք դնդեսական դժվարություններում մեջ նաև երբեմն մենք լավադեղյակ չենք դառնար աղբյուրնենք չենք ունենար եւ գստեղծվի արհեստագիտության ասենք անհավասարություն ուրեմն երբեմն արդեն իսկ դժվարություններ ունեցող բզդիկներ շատ ավելի հագամետ գլան անոր սխալ կորզածության հետեւաբար գրթական նախարարության մագարտագի դբրոցներու առաջնորդներու մագարտագին ինչու չէ նաև հոգևոր առաջնորդներու հետ կորձակցաբար այս բոլորին համար պետք է հadoop համագարկ ստեղծվի որովհետեւ գարենի լալ առաջ կառնել այն բոլոր վտանգներուն որոնց կանտրատարնայիր գիտես տվայնացած աշխարհի մեջ բռնապարում նույնիսկ կա վայրակություն նույնիսկ կա ուղղակի ժխտական աստեցությունները ամբողջովին գուքան եւ քերին դարձնեն մանուկը գամբադանին այդ բոլորին cyberbullying բռնատադում եւ այլն աս բոլորը գա հիմա հոս դեղը չէ որ այս բոլորին մանրամասնությունների մասին խոսենք հոս միան մենք գրնանք ասել որ անպայմանորեն մասնակիտական ծրագիրները անհաբաղ ծևով պետք է սկսին կորձատրվել առօրյա հետևողական դրությամբ վերջացնելու համար ասեմ մենք 15 տարի ամեն օր տվապանության 10 կուտանք մեր աշակերտներուն դպրոցները կամ լեզվի 10 եւ 15 տարի վերջ դագավին մենք կող չեն գլար իրենց կիծած տվապանութեն կամ լեզուեն 15 տարի ամեն օր պետք է արհեստագիտական ճանաչողության 10 տանք իրենց որովհետեւ գարենանք այս բոլորը թրագան ոճով օգտագործելի եւ օգտաշատ դարձնել եւ մեր աշակերտները զինել այն բոլոր գիտելիքներով հմդություններով եւ գեցվածքներով որոնց իրենք շատ գարիք ունին այս
աշխարհի ընծերած գարելիություններում մեջ։ Այսինքն գրկնության կարևորության է որ կանտրատանած Հետևողական, պատասխանադու եւ յուրաքանչյուր դարիքի իր գազམ་ավորումը նկատի ունենալով իր կորձածելիք սարքերուն, հարթակներուն ըստ էության քննարկումը կատարելով։ Նորեն գսեմ, իմ խոսքս տեխնիկին մասին չէ, իմ խոսքս գիտակցության գազམ་ավորումին մասին է։ Շարք շնորհակալ եմ, որովհետև արդեն խոսած ադենը շեշտը կանխարգելելու եւ պաշտպանողության վրան դրված էր։ Աս նույնը սիրելիներ ինձ սերդիս շատ մոդիկ նույն մնե, որովհետև ժամանակին գիտեք, որ ես մանուկ էի ինձ մեզ ատկան երկու եղբայրներ, մայրս որ շուգա պիտի իջներ, թուրը մեր վրան գաբեր, որովհետեւ չլա թե օդարը մեր դունեն ներս մտնենք, կամ մենք օդարի մտնենք եւ վտանգավոր բաներ ըլլան եւ այսօր այս միջոցներով օդարները միշտ ոչ թե միայն մեր դուներեն ներսնեն մեր բզդիկներուն, մանուկներուն, աշակերտներուն, սենյակներեն ներսնեն սո վտանգը հոն է թեև շատ թրական կորձունություններ կան կամ գոմ կա համացանցին բայց նույն ադենալ վտանգներն ալգան եւ այսօր գուզեինք այսօր մասին խոսիլ որբեսի ցևով մը իդ անդրադառնանք որ մեր մանուկներուն կյանքերուն մեջ դերևս օդարը դուրսը չէ մեր դուներեն ներսն է շատ անգամ։ Սիրելիներ, մենք մեր այսօրվա հետաքրքիրը վերջացուցինք։ Հիմա կարգն է, որ մեր հյուրերը իրենց սրդի խոսքերը ցեզի փոխանցեն։ Ցալին սկսին քեզմով, ինչ սրդի խոսք ունի ժողովրդին։ Քանի որ Ալին ինձ հրավիրած է իբր ծնող կատկաբես եւ որովհետեւ մենք կգտնվենք մայիս ամսվա մեջ։ Հայ ընտանիքի ավանդության մեջ մայիս ամիսը մայրերը ավելիով հիշելու եւ իրենց շնորհակալություն հայտնելու ամիսն է անոր համար այսօր սրդիս խոսքը հadoop գուզեմ ուղել ծնողներուն ասանք տակուկ եւ չերմ սիրտ գուզեմ ուղարկել բոլոր ծնողներուն մեծ օրնություն է ծնող կլալը բայց նաև մեծ պատասխանատվություն է մեծ պատասխանատվություն է նախ Աստծո աչքերուն որովհետև Աստված ինձ վստահած է երեխաներ որոնք պետք է դաստի արագեմ իր ջամփում մեջ լավ օրինակ ըլլալու եմ իրենց նաև մեծ պատասխանատվություն է որովհետև այնքան արագ կփոխվի թարը եւ այնքան արչեւ գերտա համացանցը եւ քայլ բահելը այս բոլորին հետ երբեմն գրնա շատ դժվար թվիլ ծնողքին Եթե գան բաներ որ գործես բայց չես հաջողիր իբր ծնող եթե երբեմն հոգնած կսկաս կուզեմ ասել որ առանցին չես համացանցը գրնա զորավոր աստեցություն ունենալ բայց նաև զորավոր է Աստված Ամեն լավագույն բանը որ գրնանք անել մեր զավակներուն համար աղոթենք իրենց հետ եւ իրենց համար առաջնորդենք իրենց շիրակ ճամփան եւ Աստծո վրա ցկենք իրենց ներգան եւ աբական Ամեն Շայք Ես կուզեմ ասել, որ տասյարակության եւ գրթության միջավայրը մեր այս դժվար օրերուն, մարդահրավերներով լեցուն օրերուն մեր հույսի միակ միջավայրն են։ Եվ իբր այդպիսին եկեք կորձակցենք բոլորս, դպրոցական համագարկ, հոգևոր գարույցներ, առաջնորդներ, միություններ, ծնողներ, որբեսի այդ տասյարակության միջավայրին մեջ թուրերը գղբելու դեղ սորվեցնենք, թե թուրերը երբ պետք է բանանք, որու պետք է բանանք եւ ինչքանով բաց պետք է բահենք։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ ձեզ մեծ սիրելի հյուրեր, շատ ուրախ եմ այս զրույցով, գիտեք, որ ես հոսեի արդեն գոմնակցություն ունեի, քիչ մաժխտական էր իմ տիտանգունս, ստիպեցիք այս զրույցով, որ ավելի թրական լամ եւ քիչ ուրիշ գոմերը դիտեմ այս նույնի մասին, սիրելիներ, կալ ամիս կդեստվինք ուրիշ նույնով, մի մոռնաք subscribe անելու եւ like անելու, գտեսնենք